Նկարահանման ենք ընկերներ։ Հեռուստուք։ Որն է, չեչևեկա կարող զանգալ ես պատասխան։ Էմա։ Գաս մեզ։ Քիչ էի կոմեմ, բայց կա։ Ինչ։ Ինչ։ Վերջին զանգը սերիալում գործողությունները հասել են պայթյունավտանգ աստիճանի, ինտրիգները խտացել են և յուրաքանչյուր նոր դրվագ բացահայտում են նոր շերտ հերոսների հոգեբանությունից մինչև տարիներով թաքցրած անցյալի խավար էջերը։ Դրական ու բացասական կերպարները խառնվում են իրար, հերոսներն ապրում են իրենց ամենացավոտ վերապրումներն, իսկ մենք հեռուստադիտողներս կուլ ենք գնում նրանց պատմություններին։ Սոսնում վերադարձը դարձել է առանցքային իրադարձություն, դիմում է վճռական քայլի, համոզված լինելով, որ հենց Սեմն է Արամին այդ վիճակի հասցրել։ Նա Սեմին տանում է մեկուսացված վայր, պահում իր մոտ, փորձելով ստիպել նրան պատասխան տալ կատարվածի համար։ Սակայն իրավիճակը լարված շրջադարձ է ունենում, երբ Արամը վիրահատությունից հետո փոքր-ինչ ուշքի գալով խնդրում է հորը չպատժել Սեմին։ Այս պահը մարդկայնության ու ներողամտության հզոր դրսևորում է Արամի կողմից։ Բնականաբար Արամն այդ ամենն անում է հանուն Մերիի, քանի որ նա զգում է, որ անտարբեր չէ Մերիի հանդեպ։ Սոսը փորձում է լսել, բայց այդ ընթացքում Սեմին հաջողվում է փախնել։ Իհարկե մի փոքր չափազանցված է այդ ամենը, բայց ամեն դեպքում հեռուստասերիալն ամեն դեպքում այդպիսին է։ Սոսը Բագրատին ասում է, որ ցանկանում է հանդիպել շախունցներին, այն մարդկանց, ում հետ տարիներ առաջ բաժանվեց ցավով, սա կարող է դառնալ սերիալի ամենաբուռն ու բախումներով լի տեսարանը, երբ անցյալի թշնամիները կանգնում են դեմ առ դեմ։ Սոսի շախունցների հետ հանդիպումն անխուսափելի է, նրանք չէին սպասում, որ բոլորը վստահ էին, որ Սոսը տարիներ առաջ մահացել է։ Իսկ հիմա, երբ նա վերադառնում է, նրանց ամբողջ կայուն կարծրատիպային աշխարհը փլուզվում է։ Ինչ է լինելու Բագրատի արձագանքը, երբ նրան դիմացը կանգնի այն մարդը, ում մահվան հետ որևէ կապ, եթե նույնիսկ չունի, ապա գոնե շահ է ունեցել։ Ինչպես են արձագանքելու Միքայելն ու Հենդոն։ Սոսի ու Միքայելի հանդիպումը կարող է դառնալ սերիալի ամենաուժեղ դրամատուրգիական բախումներից մեկը։ Միքայելը տարիներ շարունակ ապրել է մի գաղափարով, նա հավատում է, որ Սոսը մահացել է իր ձեռքով։ Նա քնել է այդ մտքով, արթնացել է դրանով ու ներքուստ փորձել է իրեն արդարացնել, թե դա հարկադրական էր, թե այլ տարբերակ չկար։ Բայց այժմ, երբ նա հանկարծ տեսնում է դիմացը կանգնած Սոսին ողջ ու առողջ, նրա ամբողջ հոգեբանական աշխարհը փլուզվում է։ Նրա աչքերն առաջին պահին կարող են միայն սարսափ արտահայտել, սրտի խփոցը կկրկնապատկվի, ձեռքերն իջեցված, հայացքը խոնարհած, կփորձի ինչ-որ կերպ բացատրել, թեկուզ ոչ ֆիզիկապես, ապա ներքուստ կջախջախվի։ Նա չգիտի արդյոք պետք է ուրախանա Սոսի ողջ լինելուց, թե փլուզվի, հասկանալով, որ այդ ողջ տարիներն ապրել է ստի մեջ, ինքն իրեն խաբելով ու ուրիշներին խաբելով։ Սոսը հակառակը սառնասրտորեն, միգուցե անգամ հեգնանքով կսառեցնի իրավիճակը, նրա համար սա արդեն վրեժի մի մաս է տեսնել Միքայելին թույլ, խեղճացած, խորտակված, սեփական մեղքի տակ, բայց արդյոք նա կգնա վերջնագույն հաշվեհարդարի, թե ընտանիքի հանդեպ սիրո պատճառով կփորձի գտնել լուծում առանց արյան։ Լիլիթն այս ամբողջ իրադրության մեջ նույնպես վախեցած է, նա հասկանում է, որ Սոսի ներկայությունը ոչ միայն վտանգավոր է շախունցների, այլ նաև իր համար։ Սոսը նախկինում սիրել է Աննային, նրանք մեկ անգամ արդեն եղել են սիրո կիզակետում, իսկ հիմա Սոսի ու Աննայի կրկին հանդիպումը կարող է վերակենդանացնել այն, ինչ տարիների մոխրի տակ ու տակված կրակ էր մնացել։ Լիլիթը դա զգում է, տեսնում է Սոսի հայացքում, լսում է դա նրա լռության մեջ, ուստի նրան վախեցնում է ոչ միայն անցյալը, այլև ապագան։ Վերջին զանգը մոտենում է իր ամենաուշագրավ փուլին, հին թշնամիներ են հանդիպում, սուտն ու ճշմարտությունը բախվում են իրար, իսկ հերոսների կյանքը բաժանվում է մինչև ու հետո փուլերի։ Տարիներ շարունակ պահված գաղտնիքներն այլևս չեն կարող փակ մնալ։ Ողջույն բոլորին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար դպրոցի զանգն այսօր հնչելու է իսկապես վերջին անգամ։ Այնինչ տանելու եք դպրոցից, այլևս որևէ տեղից չեք տանի, որովհետև դպրոցի հուշերը թերևս ամենագեղեցիկն են, ամենապարզն են, ամենաազնիվն են, որովհետև տարիքային այդ շեմում մենք լրիվ ուրիշ աչքերով ենք նայում այս կյանքին, և մեր հայացքը
Այնինչ որ մենք ունենք մեր ներսում, թույլ չի տալիս մեր յանքի ներկապնակը ավելի գորշ գույներով պատկերացնել, բայց կյանքն այդպեսին չէ իրականում, որովհետև մտնում եք նոր կյանքի նոր շրջափուլ եւ ուզում եմ, որ այդ շրջափուլը լինի լավագույնը, պայծառ, արևոտ, խաղաղ, ներդաշնակ ու առանց պատերազմի ու առանց կորուստի։ Սա թերևս ամենակարևորն է։ Այո, սովորելը, կրթվելը, լավ մասնագետ դառնալը շատ կարևոր է, բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու, թե որտեղ ես դու սպառելու քո գիտելիքը, թե որտեղ ես դու առհասարակ ապրելու, վայելելու, անցկացնելու քո կյանքը, որտեղ ես դու ընտանիք կազմելու, այդ շատ կարևոր է։ Ու ես ուզում եմ, որ այդ ամենը արվի մեր հողում, մեր հայրենիքում, միանշանակ մեր հայրենիքում, մեր հողում։ Եվ ուզում եմ, որ ձեր սուրը այնքան հատու լինի, որ դուք կարողանաք պահել այնինչ մերն է։ Ու ես վստահ եմ, որ այդպես է լինելու, որովհետև ձեր մի խոսքով ուզում եմ, որ ձեր սուրն այնքան հատու լինի, որ կարողանաք պահել այնինչ մերն է եւ ավելացնեք, ուղղակի ավելացնեք։ Գիտեմ, որ այսօր շատ նորաձև է, որ մարդիկ գիտելիք են ձեռք բերում այլ երկրում։ Գիտեմ, որ այսօր նաեւ նորաձև է, որ մարդիկ գնում են պարզապես այլ երկիր եւ փորձում են իրենց կյանքն այնտեղ դասավորել։ Գիտեմ, որ շատերը կասեն դա նորաձևության հետ որևէ աղերս չունի, այդպես են անում, որովհետեւ գուցե այնտեղ ավելի ապահով է։ Չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, ես մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, ոչ մի այլ երկրում, ոչ մի զարդարված, գեղեցիկ, փաթեթավորված երկրում մենք չենք կարող դա ստանալ, որովհետև դա մերը չէ, սա է մերը, այս քաղաքն է մերը, Հայաստանն է մերը, եւ մենք պիտի ձեր օգնությամբ, ձեր թարմ ուժերով, նոր ուժերով, մենք պիտի կարողանանք պահել այն ինչ ունենք, այնպես որ ձեզ թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, թող անփորձանք լինեք դուք, անվտանգ, հեռու բոլոր տեսակի համաճարակներից, հիվանդակին երևույթներից, բոլոր տեսակի չար մարդկանցից եւ կարողանաք հարթել ձեր ճանապարհը ճիշտ, խաղաղ, ողորկ, մաքուր, ազնիվ, արդար։